Այսօր բնակարանաշինական խնդիրներ քննարկելու նպատակով Գյումրի էր այցելել վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Բնակարանաշինության երրորդ փուլի համար նախատեսված շինհրապարակի հարակից տարածքում նրան դիմավորեցին անօթևան գյումրեցիներն ու Մուշի նորակառույցների այն բնակիչները, ովքեր դժգոհ են իրականացված շինարարության որակից։ Անօթևան կանանցից մեկը մոտեցավ Հովիկ Աբրահամյանին ու նշեց. Երբ կարող ենք, մենք ստակ պատասխան իմանանք, թե երբ կարող ենք, այո։ Նայելու ենք եւ մարզպետանում լինելու խորհրդակցություն եւ մենք որոշում ենք կայացնելու։ Այսօր որոշում ենք կայացնել։ Իրոք խնդրում ենք ձեզ, հետևանքներից չթողեք, աշտեն 26 տարի, մի կյանք աշտեն անցել է, պարոն վարչապետ։ Երկրորդ թորնիկն ունեմ, խնդրում եմ, հնարավոր չէ տնագում երեխա պահել, հետո էլ բողոքում ենք Գյումրիից, թե դատարել է աճը։ Խնդրում եմ, հենց բարձր ռադիաներից կներեք իհարկե, դուք ունեք թորնիկ, ձեր հարցը ունի այդ հնարավորությունը, այդ տնագում հնարավոր չէ։ Գրիսը բարձրացել եմ թորնիկից վրա, 3 ամիս երեխեն պարգազեխի հիվանդանություն գնացել, այո, հեշտի մեջ եմ։ Չեմ, դե 430 ինչի չի ստացել։ Հովիկ Աբրահամյանին չէր հաջողվում շարունակել ճանապարհը։ Հավաքված քաղաքացիները նրան կանգնեցնում էին տարբեր խնդիրներով, ապա Մուշի բնակիչները նրան հրավիրեցին իրենց բնակարաններ, ծանոթանալու թե ինչ թերություններով ու խնդիրներով են շահագործվել Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրով կառուցված շենքերը։ Շատ լավ բույն է։ Պարոն Աբրահամյանը դասնացել է։ Էսի շինարանը, ամբողջ խողովակը ջուրի տարկում է, հենց ստացած երրորդ օրվանից։ Ոչ մի միջոց է բիմը գրեցին, այդպես չեղյակ երեցին։ Ընդեղ կողքյամ դրանի չարտված, ընդեղ ապակիները պայմանագիրի մեջ կարգում տված։ Ու քանի որ Հովիկ Աբրահամյանի Գյումրի այցելության նպատակը անօթևանության խնդրի հետ էր կապված, վարչապետին հարցրեցինք, թե ի վերջո երբ է մեկնարկելու 420 բնակարանների կառուցումը Գյումրիում։ Վարչապետը նշեց, թե ուսումնասիրություններ են իրականացվում երկրորդ փուլով կառուցված նորակառույցներում, որոնցում դատարկ բնակարանների թիվը մեծ է։ Ուստի հնարավոր է բնակարանաշինության անհրաժեշտություն չառաջանա ու ԲԳՎ ծրագրով լուծվի մյուս անօթևանների խնդիրը։ Եթե եղավ ԲԿՎ-ների ծրագիրը, փորձենք այդ ուղղությամբ իրականացնել։ Եթե կան ազատ բնակարաններ, նորը կառուցելը անիմաստ է։ Բայց որ հարցին կտանք լուծում եւ մարդիկ ունեն բնակարաններ ժամանակի ընթացքում անպայման կտանք լուծում։ Ծրագիրը դա նրանն է, որ մենք պետք է գնենք։ Հետ վերցնելու մենք նման որևէ մտադրություն չունենք։ Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը, նշելով, թե չի ցանկանում կոնկրետ գնահատականներ տալ կառավարության գործունեությանը եւ որ այդ ամենը թողնում է գործընկերներին ու հասարակությանը։ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաեւ մեր մի քանի այլ հարցերի, մասնավորապես անդրադառնալով Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործընթացին, Արցախցի գործարարի կալանավորման փաստին, սահմանին տիրող լարվածությանը եւ այլն։ Պարոն Աբրահամյան, եթե անդամակցության վերաբերյալ նախորդ ձեր այցի ժամանակ ասացիք, որ ասել ենք, մենք մինչև հոկտեմբերի վերջ կստորագրենք, դա գործընթաց է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կավարտենք, եւ ես համոզված եմ, որ մենք 2015 թվականի հունվարի 1-ից կանդամակցենք լիովին այդ միությանը։ Հիմա ինչով է պայմանավորված կոնկրետ ձգձգումը, պատճառներ կնշեք։ Որևէ պատճառ չկար, ինչպես դուք նշեցիք, Ղարաբաղի հետ կապված խնդիրներ, որևէ այլ խնդիր չկար եւ ուղղակի դա քննարկվում են, կան հարցեր տեխնիկական, որ կվերացվեն, որ արդեն վերացվել են, օրինակ այսօր ժամը 18:00-ին աշխատանքների խումբը վերադարձել է, իսկ մոտ լինել է քննարկում։ Ուղղակի ես ուզում եմ եւս մեկ անգամ հաստատենք, որ մենք կավարտենք հոկտեմբերի մեջ, հոկտեմբերի վերջ եւ 15 թվականի հունվարի 1-ից մենք կլինենք իրավ անդամ։ Նախորդ կիրակի ձեր այցը դարձյալ դրանով է պայմանավորված։ Ոչ, ուղղակի եղել է հանդիպում հայ գործարարների հետ Մոսկվա, իրենք խնդրել են հանդիպում եւ ես այցելել եմ, հանդիպել են, քննարկել ենք իրենց մասնակցությունների, իրենց ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ եւ պայմանավորվածություն են ձեռք բերել սեպտեմբերի վերջին իրենք բոլորը կայցելեն Հայաստան եւ մենք քննարկենք այդ բոլոր հարցերը ըստ կոնկրետության։ Հայ գործարարներից խոսեցիք, Լևոն Հայրապետյանի ձերբակալության հետ կապված դուք բավական մեկ անգամ էլ եք ինձ հարց տվել։ Քաղաքական ենթատեքստ տեսնում եք։ Ես չեմ տեսնում, ես իմ կոշտ մոտեցումը եղել է դրան, որ ինձ ասել են դուք ինչ կապ ունեք Լևոնի հետ, որ իրեն ձերբակալել են։ Ես ուղղակի ասել եմ, որ վաղը կարող է այլ մեկին քաղաքացու ձերբակալել, իմ հետ ուղղակի ինչ կապ կա։ Կապը նա է, որ եթե մարդուն ձերբակալել են կա ինչ-որ խնդիր օրենքի հետ, դատարանը կորոշի դա եղել։ Իսկ մենք իր բարեգործությունը, որ ինքը միշտ ներդրումներ է ունեցել Ղարաբաղի զարգացման գործընթացում, բարձր ենք միշտ գնահատել։ Հայկական կողմը չի արձագանքելու որևէ կերպ, օրինակ դուք ձեր դիրքորոշումը, ձեր աջակցությունը չեք ցուցաբերելու։ Իմ աջակցությունը լինելու է բարոյական։
Հիմա ես իմ աջակցությունն եմ հայտում եւ պատրաստ եմ իմ հնարավորությունների սահմաններում աջակցելու։ Հակառակորդի վերջին շրջանի այս ձեռնարկած քայլերին կուզենամ անդրադառնալ։ Մեր հայկական կողմի արձագանքը ինչպիսին եք համարում։ Adekvat եւ ավելին, ինչ որ մեկ մավլուն լինում է, որ մենք ոչ adekvat ենք պատասխանում, կարծես թե ես դեմ եմ կոնկրետ այդ մոտեցումներին գնահատականներին, որովհետեւ ես ինքս եղել եմ Տավուշում, նույն Մովսես գյուղում, նույն ղեկավարը պատասխանատուն ասում են, որ եթե իրենք մեկ անգամ են կրակում մեր դիրքերի վրա, մեր գյուղերի վրա, մենք մի քանի անգամ ավել են կրակում եւ պատասխանը պետք է լինի adekvat եւ մի բան էլ ավել։ Մենք չենք կարող հանդուրժել իրենց լկտույությունը, ոտնձգությունները եւ պետք է պատասխանը տանք։ Մի հարց էլ Սերժ Սարգսյանը օրերս քննադատեց ռուսական կողմին Ադրբեջանի զենք վաճառելու հետ կապված։ Դուք ինչ համոզման եք։ Իհարկե գիտեք ինչ, քննադատելը իհարկե մի հարաբերական ձևակերպում է ձեր ասած, ես մենք էլ ենք գտնում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք վաճառի մեր թշնամուն կոպիտ արած ինչ որտեղ մեզ համար դա հանդուրժելի չի լինում, բայց նաև կա առևտուր, շահեր, որոնց մենք չենք կարող սահմանափակել եւ միջամտել, որ իրենք իրենց գործունեությունը չիրականացնեն։ Ադրբեջանին տեսնում եք ԵՏՄ կազմում։ Որևէ նման հարց չի բարձրացվել, չի քննարկվել, ես չգիտեմ իրենք այդպիսի ցանկություն ունեն թե ոչ։